Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել տնտեսապես զարգացած եւ ժողովրդավար Հայաստան։ Քարորի այցով Հայաստան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ կոնգրեսական Ջիմ Կոստան ելույթ է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Լինելով կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ, կոնգրեսականը ծանոթ է հայությանը հուզող խնդիրներին, հայտնի է հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, որոնք նա պարբերաբար ուղղում է ամերիկյան կառավարությանը։ Ջիմ Կոստան մտահոգ է նաեւ արցախյան հակամարտության վերջին լարումով։ Ապրիլին իրադրությունը մեզ հիշեցրեց, որ կա արցախյան խնդիր, որը պետք է լուծել։ Հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր ավելի կարևոր են, քան եղել են նախկինում, ուստի մենք պետք է շարունակենք զարգացնել դրանք։ Հենց այդ նպատակով եմ ես առաջիկա 4 օրերին գտնվելու Հայաստանում։ Ամերիկյան համալսարանում կոնգրեսականը դասախոսություն է կարդացել հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ։ Կոստայի կարծիքով Հայաստանն ունի բարդ աշխարհագրական դիրք, սակայն պետք է ձգտի զարգանալ դժվար պայմաններում։ Հայաստանը գտնվում է դժվար հարևանության պայմաններում Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի միջև։ Մի քանի օր առաջ Թուրքիայում ականատես եղանք հեղաշրջման փորձի։ Միացյալ Նահանգների համար կարևոր է, որ Հայաստանը տնտեսության եւ ժողովրդավարության տեսանկյունից լինի զարգացած պետություն։ Կոնգրեսական Կոստան Հայաստանում հավաստիացրել է, որ կոնգրեսում շարունակելու է հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը։ Նա իր աջակցությունն է հայտնել արցախյան հակամարտության բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի ներգրավվածությանը։ Վարդան Գալստյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։